Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում, եթե ունենայիք տրանսպորտային միջոց կօգտվեիք։ Գնելը մի կողմ, այդ ադրբեջանական բենզինը, այդ ադրբեջանական երկաթգծով ապրանքներ եւ այլն հացահատիկ եւ այլն բերելը, դա մեկ այլ նշանակություն ունի, որ էժանա բենզինը, հացը էժան անստում։ Ըստ ինձ, այսօր Ադրբեջանը, որպեսզի այդ գծերը ամրապնդի եւ մեր երկրի բիզնեսը կտրի ուրիշ երկրների բիզնեսից, ես անգամ համոզված եմ Ադրբեջանը ձրի կտա այդ բենզինը, լիժբը մենք կտրվենք ուրիշ երկրներից, որ դա որպես ստրատեգիական զենք հետագայում օգտագործի մեր նկատմամբ, մենք չունենք ուրիշ պայմանագրեր ուրիշ երկրների հետ, ահա, երկաթգիծը կփակի, հացը չի գա, սունիքը տվեք, դաշիրը տվեք, այս տվեք, այն տվեք, իր հարցերը լուծելու համար անում։ Նորից եմ կրկնում, Ադրբեջանը պատրաստ է ձրի տա մեզ, լիժբը մեծ զրկի մեր ուրիշ հնարավորություն, որպեսզի այդ բոլոր ստրատեգիական հնարավորությունները վերցնի իր բեռի մեջ ու մեզ քշի ոնց ուզենա, էշուպես քշի կներեք արտահայտությունից։ Եթե մեկը թշնամի է, նրանց հետ ոչ մի առևտուր չեմ անի, թշնամի հետ ինչ առևտուր անա։ Այսինքն բենզինը չեք գնել։ Չեմ գնել։ Ուրիշը կառնամ, խեմ նառնեմ։ Մեր Ադրբեջանի խաղաղության հետ որոշումը ինձ թվում է, թե ադրբեջանցիները խիտրություն են անում, խաբում են, նրանք միշտ է սուտ են ասելու։ Նրանց չվանին խոտ դնել պետք չի։ Ոչ։ Որտեվ պետք է այդ բենզինը գնեմ, այդ փող պետք է գնա Ադրբեջանին, Ադրբեջանը զենք պետք է գնի ու իմ գլխին դասնի։ Ես ինչի գնեմ։ Ոչ։ Ինչու՞։ Չեմ առնի։ Ես իմ Հայաստանինը կառնեմ։ Ինչ եմ Ադրբեջանին առնում։ Ադրբեջանից բենզին ա բերում։ Դու մտածի ինչքան գերիներ ունես այսօրվա օրը։ Երիտասարդներ, տարեցներ, դու իրանց մասին մտածի, իսքան խոսում է, իսքան հարցեր է իբր քննարկում իր արևով։ Ես չեմ լսել, որ մի օր ինքը գերիների մասին խոսա։ Ու սա նշանակում է, որ խաղաղություն է Ադրբեջանի հետ ինքը գործարկել։ Սա խաղաղություն չի։ Օրորից մի օր չլսեցին ժողովուրդը, որ ասեն խաղաղություն ենք ձեռք բերել։ Իմ գերիներին հետ տուր, անկախ նրանից ես ինչ կանեմ, ինչ չեմ անի իմ գերիների հետ, ով մեղավոր է, ով մեղավոր չի։ Այդ ձեր գործը չի, մեր գործն է։ Որտև նա վախենում է գերիներին բաց թողնելուց, նրանք այնքան բաներ կասեն, ի վնաս իրա։ Ինքը վախենում է։ Ճիշտ չեմ ասում։ Ինչ գնեմ, բայց շատ եմ գինում ադրբեջանական բենզին են կառնում, թել է բանի, թել է Ռուսաստանի, խառնում են, չէ, բայց չենք իմանում։ Այ որի Առաջ որ բերել են այդ բենզինը որ բերել, հոտ էր գալի, ես հոտ, հիմի կորել է, հոտ չկա։ Չէ, որ կոնկրետ իմանաք դա ադրբեջանական է, թշնամական երկրի բենզինը, կգնեք։ Բայց ինչի պիտի գնեմ, եթե ռուսաստանը կա։ Եթե դրանից լավ կա, ադրբեջանական երբեք ադրբեջանական բենզինը մաքուր չի եղել, երբեք, դաժե կոմունիստների վաղտ։ Սենց ասեմ էլի, բենզինը դա մարդու համար չէ, էլի դա ավտոյի համար է, չէ, լսնես ապտոն կշես, առաջինը ինչ իմանաս ինչ բենզին ես առնում, վրեն գրածա պրեյբում կամ ես ինչ ամենից ունվեց առնում ես, բայց սխալ է էլի, ուրիշի բանը բենզինը իտել չի պետք հասկանում ես, այսքան դա թշնամական ուրիշին, հա, միջև հիմի բենզին չի եղել, նույնիսկ են 90-ական թվերին, որ վեդրոյով ես ֆարմազոնները ծախում էին տակը որ ծրած բենզին, այն ժամանակ էլ է մարդի կարողացել ավտո կսչել, հիմի բանից բերում ես, Բաքուից բերում, բանից բեր, Կազախստանից ես բերում, պրյամո գնա Վրաստան, խես, Բաքուն ինչու ես կողում ընդեղ, Բաքվից 1000 ճանապարհ կա ստեղ եկող, եթե բերում ես ախպեր, բեր Իջևան, Իջևանից վերստեղ, շատ բաներ կա էլի որ կարելի է արած,